Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո, օրվա իրադարձությունները նախամարոտ։ Երևանում կայացել է Հայաստան Եվրոպական միություն անդրանիկ գագաթնաժողովը Նիկոլ Փաշինյանի, Անտոնիո Կոշտայի եւ Ուրսուլա ֆոն դեր Լայենի մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են քաղաքական, տնտեսական եւ անվտանգության ոլորտներում գործակցության առանցքային ուղղությունները։ Փարիզն ու Երևանը պատրաստ են իրենց հարաբերությունները տեղափոխել նոր ռազմավարական խորության մակարդակ։ Երեկ ուշ երեկոյան Հայաստանի նախագահական նստավայրում կայացած հանդիպումը վերածվել է ոչ միայն դիվանագիտական կարևոր իրադարձության, այլև քաղաքական հստակ ուղերձի։ Այսօր Բաղրամյան 26-ում տեղի է ունեցել պետական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումը։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-ֆրանսիական գործակցությանը վերաբերող հարցեր։ Կողմերի միջև ստորագրվել է նաև ռազմավարական գործընկերության փաստաթուղթ։ Երևանում անցկացվել է նաև Երևանյան երկխոսություն երրորդ միջազգային համաժողովը։ Այն դարձել է հարթակ, որտեղ հնչել են կարևոր քաղաքական ուղերձներ։ Փաշինյանը, արտգործնախարար Միրզոյանը եւ Ֆրանսիայի նախագահ Մակրոնն իրենց ելույթներում ընդգծել են Հայաստանի փոփոխվող դերակատարությունը։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը նոր հնարավորություններ եւ նոր դռներ է բացելու Հայաստանի Հանրապետության համար։ Այս մասին էլ ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել են քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորները Վագն Ալեքսանյանի, Արտուր Հովհաննիսյանի եւ Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցները։ Մեկնարկել է ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը, որի օրակարգում 26 հարց է։ Այսօրվա նիստում քննարկվել են դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատման, քրեական գործերի քննության ժամկետների, խաղային ոլորտի կարգավորման վերաբերյալ հարցերը։ Աչափնյակի մետրոն պետք է կառուցվի եւ անպայման կառուցվելու է, վստահեցրել է Տիգրան Ավինյանը գործակարգավարական հերթական խորհրդակցությանը։ Քննարկվել են նաեւ նոր տրոլեյբուսների երթուղի դուրս բերելու, հանրային տրանսպորտում վճարումների հավաքագրման, ակտիվ քաղաքացի հարթակի հայտերի վերաբերյալ հարցերը։ Երևանում կայացել է Հայաստան Եվրոպական միություն անդրանիկ գագաթնաժողովը Նիկոլ Փաշինյանի, Անտոնիո Կոշտայի եւ Ուրսուլա ֆոն դեր Լայենի մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են քաղաքական, տնտեսական եւ անվտանգության ոլորտներում գործակցության առանցքային ուղղությունները, շեշտադրելով ժողովրդավարական բարեփոխումներին աջակցությունը, ներդրումային հնարավորությունների ընդլայնումը եւ տարածաշրջանային կայունության ամրապնդումը։ Գագաթնաժողովը դիտարկում է որպես կարևոր մեկնարկային կետ Հայաստան Եվրոպական միություն հարաբերությունները նոր, ավելի բարձր մակարդակի հասցնելու ճանապարհին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստան Եվրամիություն անդրանիկ գագաթնաժողովի շրջանակում նախագահական նստավայրում հյուրընկալվեցին Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Կոշտայի եւ ֆոն դեր Լայենի հետ, որին հաջորդեց ընդլայնված կազմով հանդիպումը։ Կողմերը քննարկեցին Հայաստան Եվրոպական միություն գործակցության օրակարգը, այդ թվում քաղաքական երկխոսության զարգացումը, տնտեսական եւ ներդրումային գործակցությունը, ժողովրդավարական բարեփոխումների աջակցությունը, տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը, նաև խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր։ Բոլոր այն բարեփոխումները, որ հնարավոր էր իրագործել հենվելով միայն քաղաքական կամքի վրա, այդ բոլոր բարեփոխումները իրականացված են։ Բարեփոխումների հետագա ընթացքը ապահովելու համար անհրաժեշտ է ինստիտուցիոնալ եւ օրենսդրական եւ փորձագիտական որոշակի ավելի մեծ ներդրում եւ այս առումով իհարկե Եվրամիության հետ մեր համագործակցությունը շատ կարեւոր է եւ ես արդեն իսկ կարող եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին այս հարցում մեզ աջակցելու համար, սկսած դատական իշխանության անկախության երաշխիքների հետ կապված խնդիրներից, շարունակած ամենատարբեր այդ թվում հիբրիդային մարտահրավերների դիմակայելու հարցով, որը իհարկե նաև մեր օրակարգի խնդիր է։ Այսօր երկրորդ կարևոր պատմական իրադարձությունն է տեղի ունենում՝ ԵՄ Հայաստան առաջին գագաթնաժողովը։ Սա հստակ ազդակ է այն մասին, թե ինչպես է Եվրամիությունը ցանկանում զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ։ Եվրոպական միությունը պատրաստ է ընդլայնել աջակցությունը տնտեսական զարգացման, ենթակառուցվածքների բարելավման, նաև մարդկանց միջև կապերի ամրապնդման ուղղություններով։ Այս գագաթնաժողովը մեկնարկային կետ է մեր գործակցությունը նոր մակարդակի հասցնելու համար։
Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների, պատմական կապերի եւ փոխադարձ վստահության վրա։ Հայաստանը եւ ԵՄ-ն այսօր ավելի մոտ են, քան երբևէ։ Այսօր մենք այդ կապը խորացնում ենք, ընդլայնելով գործակցությունը տնտեսության, էներգետիկայի, ենթակառուցվածքների եւ բարեփոխումների աջակցության ոլորտներում։ Մենք ցանկանում ենք տեսնել ուժեղ, կայուն եւ զարգացող Հայաստան եւ պատրաստ ենք շարունակել աջակցել այդ ճանապարհին։ Երևանում կայացած Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը կարևոր շրջադարձային փուլ դարձավ երկկողմ հարաբերությունների զարգացման մեջ, նշանավորվելով ռազմավարական մի շարք փաստաթղթերի ստորագրմամբ եւ գործակցության խորացման նոր ուղղություններով։ Գագաթնաժողովի արդյունքում ընդունվեց համատեղ հռչակագիր, ըստ որի Եվրոպական միությունը վերահաստատում է Իրան-Սասան հանձնառությունը աջակցելու Հայաստանի ինքնիշխանությանը, դիմակայունությանը, համապարփակ բարեփոխումների օրակարգին, խաղաղության խաչմերուկ նախաձեռնությանը։ Բացի այդ 270 միլիոն եվրո արժողությամբ դիմակայունության եւ աճի ծրագիրը շարունակում է նպաստել Հայաստանի սոցիալ-տնտեսական բարեփոխումների օրակարգի առաջմղմանը։ Հնարավոր է դիտարկել 2027 թվականից հետո ֆինանսական աջակցության նոր ուղղություններ Հայաստանի բարեփոխումների օրակարգին։ Գլոբալ դարպաս ռազմավարության շրջանակում Եվրամիության ներդրումները Հայաստանում ակնկալվում է, որ կհասնեն 2.5 միլիարդ եվրոյի։ Եվրամիությունը նաև ողջունում է Հայաստան-ԵՄ վիզաների դյուրացման եւ հետընդունման համաձայնագրերի արդյունավետ իրականացումը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Անտոնիո Կոշտայի եւ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ համատեղ հայտարարությունների ընթացքում արդեն նշեց, որ Հայաստանի համար շատ կարևոր է ԵՄ-ին անդամագրվելու գործընթացը եւ Երևանն ամեն ինչ անում է արագ հասնելու Հայաստան-Եվրամիություն ստանդարտներին համապատասխանող երկրի կարգավիճակին։ Սա մեր միջանկյալ հիմնական նպատակն է, որովհետև մենք հասկանում ենք, որ որևէ երկիր չի կարող Եվրամիության լիիրավ եւ լիարժեք անդամ դառնալ առանց Եվրամիության ստանդարտներին համապատասխանելու։ Եվ հետևաբար մեր առաջնային խնդիրն է նախ համապատասխանել Եվրոպական միության ստանդարտներին, իհարկե Եվրոպական միության մեր գործընկերների աջակցությամբ։ ԵՄ-ն հանդես է եկել բարձր մակարդակի կոչով, խրախուսելով եվրոպացի եւ միջազգային ներդրողներին ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսության մեջ։ Վարչապետն ընդգծեց, որ պատմականորեն Հայաստանը դիտարկվել է որպես նոր ներդրումների համար ռիսկային գոտի, սակայն այս նոր ուղերձը կարևոր շրջադարձ է եւ կարող է էապես փոխել ներդրումային միջավայրի ընկալումը։ Փաշինյանը նշեց, որ երկար տարիներ տարածված ընկալումը, թե Հայաստանը գտնվում է անբարենպաստ աշխարհագրական դիրքում, այժմ փոխվում է։ ԵՄ գործընկերների գնահատմամբ Հայաստանը գտնվում է ռազմավարական կարևոր դիրքում, հանդիսանալով արևելքն ու արևմուտքը կապող կարճ ուղիներից մեկը։ Վարչապետի խոսքով այս փոփոխված ընկալումը կարող է ծառայել երկրի զարգացման, անվտանգության եւ բարեկեցության ապահովմանը։ Հենց իմ նշած աշխարհագրական դիրքի փոփոխության բերումով ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է հարևան երկրների հետ համագործակցությամբ իհարկե, որովհետև այս դեպքում կղզիացած մոտեցումները պարզապես չեն գործի, հարևան երկրների հետ համագործակցությամբ մենք կարող ենք ինտեգրվել միջազգային մատակարարման շղթաներին, երկաթուղային փոխադրումներին, ավտոմոբիլային փոխադրումներին։ Փաշինյանի խոսքով կենսաչափական անձնագրերի ներդրմանը զուգահեռ նախատեսվում է զարգացնել սահմանի անկոնտակտ հատման ենթակառուցվածքները բոլոր անցակետերում, այդ թվում օդանավակայաններում։ Ըստ Փաշինյանի Եվրոպական միությունն արդեն իսկ ներդրումներ է իրականացնում սահմանների կառավարման ոլորտում, օրինակ բերելով Հայաստան-Իրան սահմանին ագարակի անցակետի եւ հարակից ենթակառուցվածքների կառուցումը։ Վարչապետը նաև անդրադարձավ տարածաշրջանային կապակցվածության ծրագրերին, շեշտելով, որ արևելքից արևմուտք ամենակարճ ճանապարհը կարող է անցնել Հայաստանի տարածքով, ինչը նրա գնահատմամբ մեծ ներդրումային ներուժ է ստեղծում եւ կարեւոր ազդակ միջազգային ներդրողների համար։ Մենք տեսնում ենք մեծ ներուժ գործակցության ընդլայնման համար, հատկապես տնտեսական զարգացման, ներդրումների եւ տարածաշրջանային կապակցվածության ուղղություններով։ Եվրամիությունը պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանի բարեփոխումներին եւ ամրապնդել գործընկերությունը ի շահ մեր քաղաքացիների։ Մենք պատրաստ ենք ավելացնել մեր աջակցությունը տնտեսության զարգացման, ենթակառուցվածքների եւ մարդկանց միջև կապերի ամրապնդման համար, նպաստելով Հայաստանի կայուն եւ երկարաժամկետ առաջընթացին։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Փարիզն ու Երևանը պատրաստ են իրենց հարաբերությունները տեղափոխել նոր ռազմավարական խորհրդության մակարդակ։ Մակրոնի պետական այցը Հայաստանը ընդգծեց երկու երկրների միջև ձևավորված բացառիկ վստահությունը եւ դարձավ ազդակ թե տարածաշրջանին, թե միջազգային գործընկերներին, որ այս գործակցությունը ձեռք է բերում երկարաժամկետ եւ համակարգային բնույթ։ Երեկուշ երեկոյան Հայաստանի նախագահական նստավայրում կայացած հանդիպումը վերածվել է ոչ միայն դիվանագիտական կարևոր իրադարձության, այլև քաղաքական հստակ ուղերձի։
Երևան նախագահական նստավայր պետական արարողակարգի բարձր շուքով, բայց եւ ակնհայտ ջերմությամբ երեկ կայացավ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի եւ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը։ Ֆրանսիայի նախագահի պետական այցը Երևան արդեն իսկ գնահատվում է որպես շրջադարձային, ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլև տարածաշրջանային զարգացումների համատեքստում։ Վահագն Խաչատուրյանը նախ նշեց, որ Մակրոնը միշտ սպասված հյուր է մեզ համար, կարևորեց վերջինիս առանձնահատուկ դերը հայ-ֆրանսիական հարաբերությունների խորացման համար, ապա խոսեց մի ճանապարհի մասին, որը սկսվել է Հայաստանի անկախությունից անմիջապես հետո եւ անցել է Ֆրանսիայի հետևողական աջակցությամբ։ Հայաստանը 91 թվականից հետո անմիջապես հայտնվել է Ֆրանսիայի ուշադրության կենտրոնում, եւ մենք անցել ենք այս ճանապարհը Ֆրանսիայի օգնությամբ եւ աջակցությամբ։ Իհարկե դա իր պատմական արմատները ունի։ Մենք քաղաքակրթական նույն արժեքները կրող ենք մեր պատմության մեջ եղել, մենք քրիստոնեական արժեքների համար պայքարող շրջանակներում ենք միասին եղել։ Այսօր ես մեկ անգամ եւս ջերմագին ողջունում եմ ձեզ, վստահ եմ ձեր այցը մի նոր խթան է լինելու մեր հարաբերությունների հետագա զարգացմանը։ Մակրոնի պատասխանն արդեն իսկ հնչում էր որպես քաղաքական ուղերձ, ուղղված ոչ միայն Երևանին, այլև ամբողջ տարածաշրջանին։ Merci président, et merci pour vos mots. Շատ ուրախ եմ այսօր գտնվել Հայաստանում պետական այցով եւ ուզում եմ ասել, սա պարզապես այց չէ, այլ շարունակություն այն ճանապարհի, որը մենք միասին անցել ենք վերջին տարիներին։ Նախատեսված հանդիպումները վստահ եմ կբացեն նոր էջ մեր հարաբերությունների պատմության մեջ, բայց իրականում այդ էջը վաղուց է սկսվել գրվել մեր համատեղ որոշումներով, մեր ընտրություններով, մեր արժեքներով։ Բանակցությունների ընթացքում կողմերը վերահաստատեցին այնինչ արդեն ձևավորվել է որպես առանցք փոխադարձ վստահության վրա կառուցված ընկերություն։ Քննարկումների օրակարգը լայն էր քաղաքականությունից, պաշտպանությունից մինչև արհեստական բանականություն։ Երկու երկրների ղեկավարները շեշտեցին ժամանակն է հարաբերությունները բարձրացնել նոր ռազմավարական մակարդակի։ Մակրոնը վերահաստատեց Ֆրանսիան շարունակելու է աջակցել Հայաստանին, հատկապես երկարաժամկետ զարգացման ուղղություններով։ Երեկոյան արդեն նախագահական նստավայրում ի պատիվ Էմանուել Մակրոնի, Փաշինյանի եւ Խաչատուրյանի անունից տրվեց պետական ընթրիք։ Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգևներից մեկը Փառքի նշանը հանձնվեց Էմանուել Մակրոնին։ Փոխադարձ քայլով Մակրոնն էլ պարգևատրեց Խաչատուրյանին եւ Փաշինյանին Պատվո լեգիոնի մեծ խաչ շքանշանով։ Այնուհետև Փաշինյանն իր ելույթում նախ նշեց, որ Մակրոնի Երևան այցը շրջադարձային է, ապա հիշեց մի պահ, որը նրա ձևակերպամբ դարձել է Հայաստանի այսօրվա իրականության հիմնասյունը 2022 թվականի Պրահայի քառակողմ հանդիպումը։ Այսօրվա մեր իրականության եւ տարածաշրջանային ռազմավարության ճարտարապետությունը ըստ էության ձևավորվել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ժամանակ։ Գիտեք, այն մարդիկ, ովքեր ներկա չեն եղել այդ հանդիպման սենյակում, ամենայն հարգանքով ես ներողություն եմ խնդրում, բայց չեն կարող ասել, որ ամբողջությամբ իրապես եւ խորապես ճանաչում են նախագահ Մակրոնին։ Որովհետեւ այն, ինչ ես այդ օրը տեսել եմ, այդպիսի համոզմունք, այդպիսի նվիրվածություն, այդպիսի սկզբունքայնություն, այդպիսի հետևողականություն, այդպիսի համոզվածություն, այդպիսի աներերություն, այդպիսի վճռականություն, այդպիսի որոշում, որ պատմությունը պետք է կերտվի, ես չեմ կարդացել ոչ մի գրքում։ Եթե ինձ պատմեին որևէ մեկը այդ օրվա իրադարձությունները, ես չէի կարող հավատալ դրան։ Ես երեկ էլ նախագահ Մակրոնին առիթ ունեցել եմ ասելու, որ ես մինչև հիմա, երբ որ հետահայաց հիշում եմ այդ ամեն ինչը, ես դժվարությամբ եմ հավատում այն ամենին, ինչ տեսել եմ սեփական աչքերով, ինչ լսել եմ անձամբ։ Մենք ամենադժվար պահին զգացինք նախագահ Մակրոնի աջակցության ձեռքը, ասաց Փաշինյանն ու հավելեց. այսօրվա մեր իրականության մեջ նրա դերը շրջադարձային է։ Հայաստանի վարչապետն առաջարկեց բաժակ բարձրացնել ի պատիվ Հայաստանի բարեկամ Մակրոնի։ Պարոն նախագահ, ձեր կենաց։ Երեկոյի ամենահիշվող խոսքերը սակայն թերևս հնչեցին հենց Էմանուել Մակրոնի կողմից ելույթում, որը միաժամանակ պատմական հիշողություն էր, քաղաքական դիրքորոշում եւ անձնական խոստում։ Ce que vous appelez l'Arménie
réelle. Ես ոչինչ չեմ մոռացել այն օրերից, երբ տարածաշրջանում իրավիճակը ծայրահեղ լարված էր, եւ դուք, պարոն վարչապետ, ստիպված էիք ընդունել բարդ, երբեմն ցավոտ որոշումներ ձեր երկրի համար, բայց ուզում եմ շատ հստակ ասել, եթե մենք այդ ժամանակ ձեր կողքին էինք, ապա դա ոչ թե հաշվարկի, այլ համոզմունքի արդյունքն էր։ Դա արդար էր։ Ձեր ժողովրդի պայքարը միշտ եղել է արդար, լինի դա ցեղասպանության դեմ, ներխուժումների դեմ, թե ձեր ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պաշտպանության համար։ Եվ մեր պատկերացմամբ խաղաղությունը հենց դա է։ Լինել այդ արդար պայքարների կողքին, նույնիսկ այն ժամանակ, երբ դա չի բխում մեր անմիջական շահերից, երբ ավելի հեշտ կլիներ լռել կամ այլ ուղղությամբ նայել։ Նա շարունակեց ընդգծելով հայ-ֆրանսիական հարաբերությունների խորքային բնույթը։ D'abord, la France, dans ces moments-là, Մեր ժողովուրդների միջև կապը պայմանավորված չէ միայն քաղաքականությամբ, այն գալիս է պատմությունից, հիշողությունից, մշակույթից։ Կան մարդիկ, որոնց ընտանիքները կապված են այս պատմության հետ։ Կան նրանք, որոնք պարզապես սիրել են Հայաստանը առանց որևէ արմատի, բայց բոլորի համար կա մի ընդհանուր բան՝ արդարության զգացումը։ Երբ պայքարը արդար է, մենք այնտեղ ենք միասին։ Երբ խոսքը վերաբերում է արժեքներին, մենք ճանաչում ենք միմյանց եւ կանգնում կողք կողքի։ Մակրոնը նաև ուղիղ կերպով անդրադարձավ Հայաստանի ընտրած ճանապարհին, այն բնորոշելով որպես խիզախ եւ ժամանակակից աշխարհաքաղաքական իրականությանը համահունչ։ Սա պատմություն է, որը մենք շարունակում ենք գրել միասին։ Ֆրանսիան աջակցել է Հայաստանին նույնիսկ այն ժամանակ, երբ դա չէր բխում սեփական շահերից, ասաց Ֆրանսիայի նախագահն ու շարունակեց. Ֆրանսիան լինելու է Հայաստանի կողքին նաև ապագայում, աջակցելով նրա եվրոպական ընտրությանը, խաղաղության օրակարգին եւ զարգացման ճանապարհին։ émigré, il y a parfois plusieurs générations. Եթե մենք ձեր կողքին էինք, ապա դա այն պատճառով էր, որ դա արդար էր։ Հայաստանը միշտ վարել է արդար պայքար։ Դուք ընտրել եք խաղաղության ճանապարհը մի տարածաշրջանում, որտեղ դա ամենադժվար ընտրություններից մեկն է։ Խաղաղություն ցանկանալը, երբ քեզ վրա հարձակվում են, պահանջում է բացառիկ խիզախություն։ Դուք ընտրել եք Եվրոպան, ընտրել եք անկախությունը, կայունությունը եւ բարգավաճումը, եւ մենք աջակցում ենք այդ ընտրությանը, որովհետեւ այն արդար է, այն ճիշտ է եւ այն համապատասխանում է այս ժամանակների պահանջներին։ Եվ Ֆրանսիան ցանկանում է լինել այդ ճանապարհի մի մասը։ Մակրոնի այս այցն իր ամբողջ խորհրդանշականությամբ եւ հստակ քաղաքական բովանդակությամբ փաստում է մի բան. Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները մտնում են նոր փուլ, ավելի խորը եւ համակարգային փուլ։ Դա արդեն ոչ միայն բարեկամություն է, այլև համատեղ ձևավորվող ապագա, որտեղ արժեքները, անվտանգությունն ու զարգացումը միահյուսվում են մեկ ընդհանուր ռազմավարության մեջ։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Այսօր կայացել է նաև Երևանյան երկխոսություն 3-րդ միջազգային համաժողովը, այն դարձել է հարթակ, որտեղ հնչել են կարևոր քաղաքական ուղերձներ։ Վարչապետ Փաշինյանը, արտգործնախարար Միրզոյանը եւ Ֆրանսիայի նախագահ Մակրոնն իրենց ելույթներում ընդգծել են Հայաստանի փոփոխվող դերակատարությունը, այն ներկայացնելով որպես արևելքն ու արևմուտքը կապող ռազմավարական խաչմերուկ, որտեղ խաղաղությունը, գործակցությունը եւ կապակցվածությունը դիտվում են որպես զարգացման առանցքային նախապայմաններ։ Երևանում կայացած Երևանյան երկխոսություն 3-րդ միջազգային համաժողովը վերածվեց տարածաշրջանային ռազմավարական վերաիմաստավորման հարթակի, որտեղ Հայաստանի ղեկավարությունը եւ միջազգային գործընկերները ներկայացրին Հարավային Կովկասի նոր քաղաքական ու տնտեսական տեսլականը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ընդգծեց, որ Հայաստանի աշխարհագրական դիրքի ընկալումը վերջին տարիներին էապես փոխվել է։ Նրա խոսքով թեև երկիրը շարունակում է գտնվել նույն կոորդինատներում, սակայն դրա ռազմավարական նշանակությունը դարձել է բոլորովին այլ։ Փաշինյանը նշեց, որ Հայաստանը կարող է դառնալ արևելքը արևմուտքին կապող ամենակարճ եւ կարևոր հաղորդակցային հանգույցներից մեկը։ Այս համատեքստում նա ներկայացրեց խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը եւ TRIP նախագիծը, ընդգծելով, որ դրանք ենթադրում են ոչ միայն երկաթուղային կապերի վերականգնում, այլև էներգետիկ եւ թվային ենթակառուցվածքների զարգացում, Հայաստանը դարձնելով տարածաշրջանային կապերի կենտրոն։ Երբ խոսք է գնում երկաթուղու մասին, երկաթուղին առաջին հերթին ինքը որոշակի պայմաններ է ենթադրում, այդ թվում աշխարհագրական, ռելիեֆային եւ ակնհայտ է, որ մենք ունենք այս փուլում հիմնական մի ուղի եւ դա Հայաստանի հարավով անցնող այս երթուղին է, որով մենք պատկերացնում ենք արևելքը արևմուտքի հետ կապելու գործընթացը եւ այդպես շարունակ, բայց երկաթուղին TRIP նախագծի միակ ուղղությունը չէ։ Ուզում եմ ընդգծել, որ TRIP նախագծի շրջանակներում եւ նաեւ խաղաղության խաչմերուկ նախագծի շրջանակներում ենթադրվում են էլեկտրահաղորդման գծեր, ենթադրվում են խողովակաշարեր, նավթատար խողովակաշարեր, գազատար խողովակաշարեր, որոնք արդեն ամենևին պարտադիր չի, որ անցնեն իմ նշած երթուղով Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքով կապված
ինժեներական, տեխնիկական բազմաթիվ նրբությունների հետ այդ բոլոր նախագծերը կարող են իրականացվել։ Վարչապետը նաև անդրադարձավ էներգետիկ ներուժի հարցին, հայտարարելով, որ Հայաստանը չնայած բնական ռեսուրսների բացակայության մասին նախկին ընկալումներին, ունի զգալի եւ նույնիսկ անսահմանափակ արևային էներգետիկ պոտենցիալ, որը կարող է փոխել երկրի զարգացման մոդելը։ Մեր խնդիրն է առաջիկայում կենտրոնանալ այս խնդրի վրա Հայաստանի Հանրապետության համար ի հայտ եկած անսահմանափակ պոտենցիալը, այդ թվում էներգետիկայի ոլորտի օգտագործելու նպատակով։ Իհարկե ես ասացի, որ Հայաստանի Հանրապետության շուրջ շատ մեծ ընդհանրապես ոչ մի աշխարհագրական եւ ռեսուրսային փոփոխություն տեղի չունեցել, բայց մի բան իհարկե էականորեն փոխվել է, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը ապրում է խաղաղության պայմաններում եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված։ Եվ սա է շրջադարձային կետը։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն էլ ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության բալանսավորված մոտեցումը։ Նրա խոսքով Հայաստանը զարգացնում է բազմակողմ գործընկերությունների համակարգ, գործակցելով Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Չինաստանի, Ղազախստանի եւ եվրոպական մի շարք այլ երկրների հետ, ոչ թե որպես այլընտրանքներ, այլ որպես փոխլրացնող հենասյուներ։ Հայաստանի տարածաշրջանային քաղաքականության առանցքում խաղաղությունն է, իսկ հարևանների հետ հարաբերությունները պետք է կառուցվեն բաց սահմանների, համատեղ ենթակառուցվածքների եւ փոխկապակցված տնտեսությունների գաղափարի վրա։ Նրա խոսքով հենց այս տրամաբանությունն է ընկած խաղաղության խաչմերուկ նախաձեռնության հիմքում, որը նպատակ ունի տարածաշրջանը վերածել գործակցության գոտու։ Համաժողովի միջազգային հարթակում իր տեսակետը ներկայացրեց նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ընդգծելով, որ Հարավային Կովկասը չպետք է դիտարկվի որպես մեծ տերությունների մրցակցության դաշտ, այլ որպես գործակցության եւ կապող օղակ Եվրոպայի, Ասիայի եւ Մերձավոր Արևելքի միջև։ Կարևոր է սահմանների բացման եւ տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնման անհրաժեշտությունը։ Խաղաղություն ու տնտեսական կապակցվածությունը կարող են ստեղծել կայունություն եւ բարգավաճում։ Հայաստանի ընտրած ժողովրդավարական եւ խաղաղության ուղին դիտարկվում է որպես տարածաշրջանային նոր հնարավորությունների հիմք։ Ընդհանուր առմամբ Երևանյան երկխոսություն համաժողովը ցույց տվեց, որ Հայաստանը փորձում է վերաձևակերպել իր դերակատարությունը, անցում կատարելով անվտանգության ռիսկերի վրա հիմնված ընկալումից դեպի տարածաշրջանային կապերի, էներգետիկ եւ լոգիստիկ խաչմերուկի տեսլական։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Իսկ ներկայում Ֆրանսիայի նախագահը Հայաստանի վարչապետի հետ Գյումրիում է։ Էմանուել Մակրոնը, Նիկոլ Փաշինյանը եւ Հայաստանի նախագահ Վագն Խաչատուրյանը հարգանքի տուրք են մատուցել 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին։ Գյումրիում Վարդանանց հրապարակում Մակրոնի այցի կապակցությամբ ընթանում է երաժշտական կամուրջ Հայաստան-Ֆրանսիա խորագրով համերգ հայ եւ ֆրանսիացի աստղերի մասնակցությամբ։ Հայաստանը երկու կարևոր համաձայնագիր է ստորագրել ֆրանսիական Airbus ընկերության հետ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը, Sofema գրուպը եւ Airbus Helicopters-ը պայմանագրեր են ստորագրել Հայաստանին հանդերձանք եւ տրանսպորտային ուղղաթիռներ մատակարարելու վերաբերյալ։ Սա կարևոր քայլ է մեր երկրի զինված ուժերի շարժունակության եւ տեխնիկական վերազինման ճանապարհին։ Իսկ հայկական ավիաընկերություններից մեկը եւ Airbus-ը համաձայնագիր են ստորագրել երկու նոր Airbus A321-200NX ինքնաթիռների ձեռքբերման մասին։ Այս մոդելները հայտնի են իրենց արդյունավետությամբ եւ հարմարավետությամբ, ինչը թույլ կտա ընդլայնել չվերթների աշխարհագրությունը։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով Լեհաստանում է, նա այցելել է Վարշավայի պատերազմի հետազոտությունների համալսարան, հանդիպել հաստատության ղեկավար կազմի հետ։ Նախարարին ներկայացվել են կրթական հաստատության կառուցվածքը, կրթության կազմակերպման գործընթացը, ուսումնական ծրագրերը։ Պապիկյանը հանդիպել է նաև համալսարանում ուսումնառություն անցնող Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների հետ։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը նոր հնարավորություններ եւ նոր դռներ է բացելու Հայաստանի Հանրապետության համար, այս մասին ԱԺ-ում լրագրողների զրույցում նշել են քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորները։ Վերջիներս անդրադարձել են նաև գագաթնաժողովի Հայաստանում անցկացնելու վերաբերյալ ընդդիմության եւ ռուսաստանյան որոշ քաղաքական շրջանակների արձագանքներին եւ քննադատություններին։ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի անցկացումը Երևանում ոչ միայն պատմական իրադարձություն է, այլև հիանալի հնարավորություն Հայաստանի համար աշխարհին ներկայանալու համար։ Այս մասին նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ Ըստ նրա, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը հիանալի հարթակ է խորացնելու հարաբերությունները գործընկեր երկրների հետ, կենքելու տարատեսակ ռազմավարական պայմանագրեր, իսկ ամենակարևորը այս պահին Հայաստանը հայտնվել է աշխարհի ուշադրության կենտրոնում։ Մեր երկիրն այսօր ընկալվում է որպես ազատ, ինքնիշխան եւ անկախ պետություն։ Առանձին երկրների հետ ռազմավարական դաշնակցության հուշագրեր են ստորագրվում Մեծ Բրիտանիայի հետ, Բուլղարիայի հետ, այլ երկրների հետ նաեւ։ Գումարած սրան կան Հայաստանի Հանրապետության օրակարգերից բխող ուրեմն մի շարք ծրագրեր, որոնք մենք փորձելու ենք, որոնց ուղղությամբ փորձելու ենք աջակցություն ստանալ մեր միջազգային գործընկերներից։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Վահագն Ալեքսանյանը նույնպես կարծում է, որ վերջին օրերի իրադարձությունները նոր հեռանկարներ է բացում մեր հանրապետության համար եւ Հայաստանը խորացնելու է իր գործակցությունը Եվրամիության անդամ պետությունների հետ։ Падգամավորը մեջբերեց նախագահ Մակրոնի այն արձանագրումը, որ դեռևս 8 տարի առաջ նման մեծամասշտաբ միջոցառումների անցկացումը Հայաստանում դժվար էր պատկերացնել, քանի որ մինչև հեղափոխությունը Հայաստանն ընկալվում էր Ռուսաստանի արբանյակ։ Ալեքսանյանն ընդգծեց, որ Հայաստանն այժմ ավելի անկախ եւ ինքնիշխան է, քան նախկինների ժամանակներում էր։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, երբ որ ասում ենք մեր համար գերագույն արժեք է, դա ուղղված չի որևէ մի երկրի դեմ։ Դա ուղղված է ի նպաստ Հայաստանի Հանրապետության, դա ուղղված է ի նպաստ նրան, որ Հայաստանի Հանրապետությունը մշտապես լինի, որ Հայաստանի Հանրապետությունը մշտապես լինի ինքնիշխան։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինքը որոշի իր ու իր երկրի ճակատագիրը։ Ազգային ժողովի падգամավոր Հասմիկ Հակոբյանն էլ անդրադարձ կատարեց ռուսական որոշ շրջանակներից հնչող քննադատություններին եւ քաղաքական, այսպես ասած, խանդին։ Падգամավորն ընդգծեց, որ Հայաստանը Ռուսաստանի հետ ունի դաշնակցային բարեկամական հարաբերություններ, որի մասին արձանագրվել է երկկողմ բարձր մակարդակի բազմաթիվ հանդիպումների ընթացքում։ Իսկ հնչող հայտարարությունները Հակոբյանը որակեց անհիմն, հավելելով, որ Հայաստանի Հանրապետությունը անկախ է իր որոշումները կայացնելիս եւ առաջնորդվում է բացառապես Հայաստանի Հանրապետության շահերով։ Երբ որ մենք խոսում ենք միասին, նրանց համար կարևոր է օրինակ Հայաստանի ժողովրդավարությունը, Հայաստանի անվտանգությունը եւ կայունությունը տարածաշրջանում, այնպես որ նաեւ լինելով մեր մեծ տարածաշրջանի երկիր, նրանց համար դա է կարևոր եւ ես չեմ ուզում դիտարկել, որ անգամային տնտեսական որոշ խոչընդոտները, որոնք առաջ են գալիս վերջին օրերին մեր որոշ տնտեսվարողների մոտ, սրանք տնտեսական պատերազմ է Հայաստանի դեմ, որովհետեւ ես ելնում եմ այն կանխավարկածով, որ Ռուսաստանի Դաշնությունը մեր ռազմավարական գործընկերն է եւ չի պատրաստվում Հայաստանի Հանրապետության դեմ որևէ պատերազմ վարել։ Արթուր Հովհաննիսյանը նույնպես ընդգծեց, որ Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են եւ հորդորեց ռուսաստանյան քաղաքական գործիչներին հարգել Հայաստանի Հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունը եւ չխառնվել կամ միջամտել Հայաստանի ներքին գործերին։ ԿՊ падգամավորը անդրադարձ կատարեց նաև ընդդիմության կողմից բողոքի տարբեր ակցիաներ կազմակերպելու քայլերին։ Բողոքողները այն մարդիկ էին, ովքեր տարիներ շարունակ թալանել են Հայաստանի Հանրապետությունը, ամեն ինչ արել են, որ Հայաստանի Հանրապետությունը հայտնվի աշխարհի հետնախորշերում, արել են ամեն ինչ, որ օրինակ իրանց ընկեր Լուկաշենկոն ասի, որ ում են պետք հայերը, եւ թող տեսնեն, թե ում են պետք հայերը եւ Հայաստանի Հանրապետությունը։ Այսօր աշխարհի ուշադրությունը սևեռված է Հայաստանի Հանրապետության վրա։ Իսկ Բաղրամյան 26-ում տեղի ունեցել պետական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-ֆրանսիական գործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։ Կողմերի միջև ստորագրվել է նաև ռազմավարական գործընկերության վերաբերյալ համատեղ հռչակագիր։
Պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Բաղրամյան 26-ում դիմավորեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ երկու երկրների ղեկավարները քննարկեցին երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր։ Բայց մինչև այդ Հայաստանի ղեկավարը նախ իր երախտիկի խոսքն ուղղեց Ֆրանսիայի ղեկավարին։ Եվ սա կարծում եմ, որ իսկապես մի նոր էջ է ոչ միայն մեր հարաբերությունների, Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների առումով, այլև նոր էջ է պետական այցերի եւ ընդհանրապես այցերի արարողակարգային տրամաբանության մեջ եւ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել, որովհետեւ ակնհայտ է, որ այդ գործողություններով արտահայտելով մեր երկկողմ հարաբերությունների բարձրագույն մակարդակը դուք ապացուցեցիք, որ այդ բարձրագույն մակարդակը ոչ միայն պետական ինստիտուտների մակարդակով է արտահայտվում, այլև արտահայտվում է մեր ժողովուրդների մակարդակով, դուք Ֆրանսիայի ժողովրդի ներկայացուցիչն եք եւ նաեւ որպես ընտրված լեգիտիմ պետական պաշտոնյա, բայց նաեւ որպես անհատ, որպես քաղաքացի Ֆրանսիայի եւ կարծում եմ, որ իսկապես այն ինչ տեղի ունեցավ վերջին օրերին Հայաստանի մայրաքաղաքում երկար կմնա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ մեր բոլորի հիշողության մեջ։ Հայաստանում արժանացած ջերմ ընդունելության համար Էմանուել Մակրոնը փոխադարձ երախտագիտության ու շնորհակալության ելույթով հանդես եկավ, ուղղված ոչ միայն պաշտոնական Երևանին, այլև ամբողջ հայ ժողովրդին։ Միաժամանակ պատրաստակամություն հայտնելով ներդնել բոլոր ջանքերը հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման գործում։ Ես արդեն մի քանի անգամ առիթ ունեցել եմ նշելու, որ այս պետական այցը մեզ համար ինքնին մեծ նշանակություն ունի։ Նախ եւ առաջ մենք խորապես տպավորված ենք այն ժողովրդական ջերմ ընդունելությունից, որին արժանացել է Ֆրանսիան, ինչպես նաեւ այն հաջողությունից, որն այս այցը ներկայացնում է Հայաստանի համար թե եվրոպական քաղաքական համակարգի գագաթնաժողովի, թե առաջին անգամ անցկացվող Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովի համատեքստում։ Ուստի մենք աջակցում ենք այս ամբողջ գործընթացին, որը ձեր աշխատանքի եւ հանձնառության արդյունքն է, եւ դուք գիտեք, որ Ֆրանսիան մեծ սիրով լինելու է ձեր կողքին։ Կարծում եմ չափազանց կարեւոր է շարունակել այս գործընթացը։ Հայաստանն ու Ֆրանսիան ունեն երկկողմ հարաբերություններում հաստատված շատ լայն օրակարգ ու ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը ընդգծում է նախ առկա իրավիճակը, ինչպես նաև ստեղծում է այդ իրավիճակը առավել արդյունավետ իրացնելու հնարավորություններ, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Հայ-ֆրանսիական բարձր մակարդակի հարաբերությունները պաշտոնապես ամրապնդվեցին ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հռչակագրով։ Ամենակարևոր հանգամանքը հնարավորությունը ի վերջո բարձրագույն մակարդակով ստորագրվող փաստաթղթերը ուղերձ են երկու երկրների տարբեր ոլորտներին, որ քաղաքական նպաստավոր պայմաններ են ստեղծված եւ գործընկերություններ հաստատելու, պայմանավորվածություններ ձեռք բերելու համար արկային բոլոր պայմանները եւ կառավարությունների դերն է ստեղծել հնարավորություններ, ստեղծել բարենպաստ մթնոլորտ, որպեսզի մասնավոր եւ պետական հատվածում գործող ընկերությունները սկսեն գործել։ Իմիջայլոց նոր հնարավորությունների մասին մենք փաստաթուղթը ստորագրեցինք եւ գործնականում 2 րոպե հետո բազմաթիվ նոր հնարավորություններ բացվեցին եւ իրացվեցին եւ այս process-ը կլինի շարունակական։ Իմ վերջին 2018 թվականին Երևան կատարած այցից ի վեր Հայաստանը անցել է նշանակալից ճանապարհ։ Հայաստանն անցել է պատերազմի միջով, այնուհետև հաստատել է խաղաղություն, այնուհետև բարգավաճություն։ Հայաստանի ՀՆԱ-ի միջին տարեկանաճը կազմել է գրեթե 6% վերջին տարիներին։ Եվ մենք տեսնում ենք, թե ինչքան կան սպասելիքներ, խոստումներ, որոնք դեռևս պետք է իրագործվեն։ Հայաստանը վճռականորեն ընտրել է խաղաղության եւ բարգավաճման ուղին, ամրապնդել է իր ժողովրդավարությունը չնայած փորձություններին։ Հայաստանը վճռականորեն շարժվում է դեպի Եվրոպա, եւ Հայաստանը միշտ եղել է եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ, բայց այդ առաջընթացը եվրոպական քաղաքականության ոլորտում կարելի է ասել ակնհայտ է ինձ համար այս վերջին օրերին։ Այս ամենը 8 տարի առաջ հնարավոր չէր պատկերացնել, այսինքն կազմակերպել եվրոպական քաղաքական համայնքի հանդիպում Երևանում, կազմակերպել Եվրամիություն եւ Հայաստան գագաթնաժողով Երևանում հնարավոր չէր պատկերացնել։ Այսօր մեր երկու երկրների միջև, Հայաստանի եւ նաեւ Եվրամիության միջև հարաբերությունների հիմքում ընկած է ներուժի զարգացումը։ Այսօր մենք նախապատրաստել ենք նոր փուլ ավելի հեռուն գնալու համար, մեծացնել ավելի շատ ներդրումները տարբեր ծրագրերի միջոցով, ավելի մեծացնել գործընկերությունը տնտեսական ոլորտում եւ նաեւ վիզաների ազատականացումը Եվրամիության հետ։ Սրանք այն ծրագրերն են,
որոնք կարող են ամրապնդել իրավական պետությունը եւ ավելի մերձեցնել մեր երկրները։ Երևանն ու Փարիզը ըստ Մակրոնի կընդլայնեն գործակցությունը նաև պաշտպանության ոլորտում։ Նրա խոսքով Ֆրանսիան վերջին տարիներին ցանկացել է ավելի արդիականացնել Հայաստանի զինված ուժերն ու ամրապնդել այս երկրի ինքնիշխանությունը, ինչը նաև երկկողմ հարաբերությունների կարևոր հենասյունն է։ Եվ այս ամենից անդին մեր ռազմավարական գործընկերությունը նաև միտված է ձեզ աջակցել այն կայուն խաղաղության ոլորտում, որի համար դուք խիզախ որոշում եք կայացրել։ Մենք ցանկանում ենք եւ հաստատակամ ենք ձեզ ուղեկցել։ Ես ցանկանում եմ ողջունել նաև Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառության ոլորտում որոշ առաջընթացները։ Եվ այս ամենը գալիս է ավելի զարգացնելու այն օրակարգը, որի շուրջ մենք քիչ առաջ խոսեցինք։ Ավելի վաղ Էմանուել Մակրոնը խոսել էր նաև Հայաստանի առաջիկա ընտրություններում ռուսական միջամտության մասին։ Հանդիպմանը ներկա ֆրանսիացի լրագրողները Մակրոնին հիշեցրին նրա այդ հայտարարությունն ու հարցրին. Արդյոք Ֆրանսիայի նախագահի աջակցությունը Փաշինյանին նույնպես օտարերկրյա միջամտություն չէ։ Անհրաժեշտ է տարբերել օտարերկրյա միջամտությունները, որոնք փորձում են մանիպուլյացիայի ենթարկել ժողովրդավարական կյանքը, բաց երեսով ստանձնող քաղաքական դիրքորոշումներից։ Ես ստանձնում եմ այս աջակցությունը, ես աջակցում եմ իմ այս գործընկերոջը, ում վստահում եմ 8 տարի շարունակ, ինչպես դա արել եմ աջակցելով Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին, ով դիմակայում էր ոչ եվրոպական այլընտրանքի։ Ես լիովին ստանձնում եմ Եվրոպան պաշտպանելու այս որոշումը։ Դա նույնը չէ, ինչ այդ ազդեցությունները, տեղեկատվության մանիպուլյացիաները լրատվամիջոցների միջոցով, կեղծ ինֆորմացիա տարածելու միջոցով իրավական պետությունը ապակայունացնելու փորձերը։ Տարբերությունը սրանում է։ Բոլոր հարաբերությունները բացահայտ ներկայացված են, շատ պետությունների ղեկավարներ աջակցել են Մոլդովային։ Այստեղ միջամտության մասին խոսք չկա, այստեղ բաց երեսով աջակցություն է։ Ու հակառակը, կան այլ միջամտություններ օտարերկրյա գործակալների միջոցով Մոսկվայի պատվերով, որոնք փորձում են կեղծել ժողովրդավարությունը։ Ես հնչեցնում եմ իմ փաստարկները, ես մասնակցում եմ ժողովրդավարությանը որպես Ֆրանսիայի նախագահ։ Ես չեմ կեղծում։ Ահա այդ տարբերությունը։ Կարևոր է դա հիշել։ Մակրոնի պետական այցի շրջանակում Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև ստորագրվեցին նաև տարբեր ոլորտներում գործակցությունը զարգացնելու վերաբերյալ մի շարք փաստաթղթեր։ Ձիանա Դավթյան, Free News, Ազատ լուրեր։ Մեկնարկել է ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը, որի օրակարգում 26 հարց է, խորհրդանը 69,0 դեմ ձայներով կենտրոնական բանկի նախագահ է ընտրել Մարտին Գալստյանին։ Նիստում քննարկվել են նաև դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատման, քրեական գործերի քննության ժամկետների եւ խաղային ոլորտի կարգավորման վերաբերյալ հարցեր։ Մայիսի 5-ին Երևանում մեկնարկել են ազգային ժողովի հերթական քառօրյա նիստերը։ Օրակարգում ընդգրկված է 26 հարց, որոնցից 8-ը կքննարկվեն երկրորդ եւ վերջին ընթերցմամբ, մնացածն առաջին։ Նիստում քննարկվել է կենտրոնական բանկի նախագահի ընտրության հարցը։ 69,0 դեմ ձայնով Մարտին Գալստյանն ընտրվել է կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում։ Ազգային ժողովում քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Վահագն Ալեքսանյանն իր ելույթում անդրադարձել է ընդդիմության հայտարարություններին, դրանք որակելով քաղաքական տրագիկոմեդիայի ավարտ։ Նա խոսել է ընտրական շեմի, մարզերի դատարկման եւ ադրբեջանցիների վերադարձի վերաբերյալ ընդդիմության պնդումների մասին։ Ասում է քվեարկեք ընդդիմադիր ազգային ուժերի, որովհետեւ այս իշխանությունը դատարկում է մարզերը, որ 300,000 ադրբեջանցի կա։ Ուրեմն այս իշխանությունը դատարկում է մարզերը, այս իշխանությունը դատարկում է մարզերը, Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր միակ իշխանությունը, որի օրոք սահմանամերձ գյուղերում 2000-ից ավել տուն է կառուցվել, այս իշխանությունն է։ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ գյուղերում միակ իշխանությունը, որի օրոք այդքան տուն է կառուցվել, Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունն է, քաղաքացիական պայմանագիրն է։ Միակ իշխանությունը, որի օրոք մանկապարտեզները ոչ թե թալանվել են, գնացել ձեր օրթախների համար դարել, մեկի կնգա համար գեղեցկության սալոն, մեկի ընկերուհու համար մասաժ սալոն, մեկի համար չգիտեմ ինչ, այլ կառուցվել են մանկապարտեզները, այս իշխանությունն։ Միակ իշխանությունը, որտեղ ոչ թե պաշտոնյաներն են դղյակներ գցում, պաշտոնյաները հիպոթեկով տներ են առնում, իսկ երեխեքի համար դղյակներ են գցվում դպրոցների տեսքով, ահռելի կառույցներ, գերժամանակակից սեյսմիկ կայուն ամենալավ գույքով։ Այս իշխանությունն է, այդ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է։ Մի հատ գնացեք նայեք էլի ձեր թողած իշխանության։ Ազգային ժողովում քննարկվել է նաև քաղաքացիական ծառայության մասին օրենքում փոփոխությունների փաթեթը։ Նախագիծը ներկայացրել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Լուսինե Քոչարյանը։ Փոփոխություններով առաջարկվում է օրենքից հանել պաշտոն զբաղեցնելու առավելագույն 65 տարեկան շեմի սահմանափակումը, այսինքն այն անձինք, որոնք նախկինում կարգավորումներով 65 տարին լրանալուց հետո ազատվում էին աշխատանքից, նոր կարգավորումներով կկարողանան շարունակել աշխատել։
Արդյունքում աշխատանքային հարաբերությունները կարող են դադարեցվել միայն պայմանավորված անձի մասնագիտական կարողություններով, կատարողականով եւ արդյունքային գործունեությամբ։ Հիմք է ընդունվել այս փոփոխության համար նաև ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 24-40 թվականների ռազմավարությունը, որով նախատեսված նպատակներից է ակտիվ, առողջ եւ արժանապատիվ ծերության պայմանների ապահովում, պետության սոցիալ-տնտեսական կյանքում ավագ սերնդի ներկայացուցիչների ներգրավմամբ եւ վերջիներիս ներուժի իրացման հնարավորությամբ։ Նիստում արդարադատության նախարար Սրփուհի Գալյանն էլ ներկայացրել է քրեական օրենսգիրքում եւ քրեակատարողական օրենսգիրքում փոփոխությունների փաթեթը։ Նախագիծը վերաբերում է դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի կատարելագործմանը։ Գալյանի խոսքով դատապարտյալների վարքագիծը չպետք է ոչ պատշաճ գնահատվի միայն այն պատճառով, որ նա չի հատուցել տուժողին պատճառած վնասը։ Նաև անհրաժեշտ եմ համարում նշել, որ դատապարտյալի հետ տարվող վերասոցիալականացման աշխատանքները գնահատելու նպատակով ստեղծում է վերասոցիալականացման գնահատման հանձնաժողով, որը յուրաքանչյուր դատապարտյալի հետ տարվող վերասոցիալականացման աշխատանքների արդյունքները քննարկում է 3-ից 6 ամիս պարբերականությամբ եւ տալիս է դատապարտյալի վերասոցիալականացման համար անհրաժեշտ աշխատանքների, դրանց գնահատման եւ փոփոխման վերաբերյալ եզրակացություն։ Նիստում քննարկվել են նաեւ դատական գործերի քննության ժամկետները, որի նպատակն է արագեցնել քրեական գործերի քննությունը պահպանելով արդար դատաքննության սկզբունքը։ Առաջարկվում է սահմանել, որ քրեական գործը պետք է քննվի 1 տարվա ընթացքում երկարաձգման հնարավորությամբ։ Առաջարկվում է նախատեսել դատաքննության հստակ ժամկետներ, մասնավորապես քրեական գործը պետք է այսուհետ քննվի 1 տարվա ընթացքում, միաժամանակ դատարանը հաշվի առնելով գործի իրավական բարդությունը, բարոյթային անհրաժեշտ գործողություններ կատարելու ծավալը եւ այլ հանգամանքներ, որոնք անխուսափելիորեն երկարացնում են գործի քննության տևողությունը, կարող է պատճառաբանված որոշմամբ ոչ ավել քան 2 անգամ երկարաձգել նշված ժամկետը, յուրաքանչյուր դեպքում առավելագույնը 1 տարի ժամկետով։ Նշված ժամկետի խախտումը կարող է հանգեցնել կարգապահական պատասխանատվության, բայց չի նշանակելու, որ գործով վարույթի քննությունը ավարտվել է կամ ենթակա է կարճման։ Նախարարն ընդգծել է, որ կառավարությունը շարունակում է բոլոր դատարաններում եւ դատաքննությունների բոլոր տեսակների համար հստակ ժամկետներ սահմանելու քաղաքականությունը։ Խորհրդարանում քննարկվել են նաեւ խաղային գործունեության կարգավորմանը վերաբերող փոփոխություններ, քննարկման առանցքում առցանց խաղատների վերահսկումներ, չգրանցված բուկմեկերական կայքերի հասանելիության սահմանափակումը եւ ոլորտի հնարավոր խստացումը։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նշել է, որ ոլորտը միանգամից փակելու դեպքում խաղային հոսքերը կարող են տեղափոխվել արտասահմանյան եւ չվերահսկվող հարթակներ, ուստի նախ պետք է գործարկվի խաղային ոլորտի օպերատորը։ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն էլ նշել է, որ հարցը պետք է դիտարկել ոչ միայն խաղատների, այլև ոլորտում գործող ընկերությունների ամբողջական գործունեության համատեքստում։ Մենք պետք է խոսանք ոչ միայն կազինոյի մասին, այլ նաեւ ընդհանրապես ընկերությունների գործունեության մասին, որովհետեւ կարողանանք օբյեկտիվորեն գնահատական տալ ընդհանուր առմամբ ինչա կատարվում այդ ոլորտում։ Միաժամանակ Արշակյանը նշել է, որ պետությունը պետք է գնա առցանց կազինոների գործունեության կտրուկ սահմանափակման ճանապարհով։ Նրա խոսքով կարևոր է, որ խաղային ինդուստրիալի ստեղծած հավելյալ արժեքը Հայաստանում պահպանվի, սակայն ոչ խաղամոլության հաշվին։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Աչափնյակի մետրոն պետք է կառուցվի եւ անպայման կառուցվելու է, վստահեցրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական հերթական խորհրդակցությանը։ Նա շեշտել է, որ կայարանի կառուցման քաղաքական որոշումը վաղուց կայացված է։ Նիստում քննարկվել են նաեւ նոր տրոլեյբուսների երթուղի դուրս բերելու, հանրային տրանսպորտում վճարումների հավաքագրման, ակտիվ քաղաքացի հարթակի հայտերի վերաբերյալ հարցերը։ Քաղաքական որոշումը վաղուց կայացված է։ Աջափնյակի մետրոն պետք է կառուցվի եւ անպայման կառուցվելու է։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադառնալով մայրաքաղաքի տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը։ Քաղաքապետն անդրադարձել է նաեւ Աջափնյակ մետրոյի կայարանի հարակից տարածքի քաղաքաշինական ներդրումային ծրագրերին։ Ավինյանը շեշտել է, որ այդ հատվածում կարևոր է նախատեսել մեծ քանակությամբ ավտոկայանատեղիներ։ Շատ կարևոր է այս ծրագրում ունենալ մեծ քանակի ավտոկայանատեղի,
Այսինքն այս հատվածում մենք ունենալու ենք մեծ քանակով ավտոմեքենաներ, որոնք որ պետք է գան եւ այդտեղ կայանեն եւ շարունակեն իրենց երթևեկությունը արդեն հանրային տրանսպորտով, մասնավորապես այս դեպքում մետրոյով եւ նաեւ եւս մի հանձնարարական պարոն Գրիգորյան ֆիքսենք մեր քաղաք մտնող ճանապարհների հարակից հատվածներում մենք պետք է նախատեսենք համապատասխան ավտոկայանատեղիների համար հատվածներ եւ այդ ենթակառուցվածքը հենց մենք ստեղծենք, որովհետեւ գնալով հոսքը դեպի քաղաք ավելանում է, այն ինչ որ այնց շատ մակերեսի վրա է գտնվում եւ այն աշխատանքները, որ մեր երթևեկության կենտրոնում արվում են, ես դրանից տեղյակ եմ, պիլոտից տեղյակ եմ ինչ չափումներ եք ուզում անել եւ սրան զուգահեռ այդ չափումներին զուգահեռ պետք է արդեն սկսենք առանձնացնել այն հատվածները, օրինակ M4 մայրուղու վրա, երբ որ արդեն բաժանվում է Աճարյան եւ Թբիլիսյան, դրանից առաջ մենք պետք է ունենանք մեծ ավտոկայանատեղի, որտեղից էլ մարդիկ ավտոմեքենան թողելով կարողանան արդեն անցնել հանրային տրանսպորտին։ Խորհրդակցության ընթացքում քաղաքապետը տեղեկացրել է, որ կառավարության աջակցությամբ ձեռք բերված 45 տրոլեյբուսներից 22-ն արդեն Երևանում են տրոլեյբուսային պարկում, իսկ մնացածը շուտով կհասնեն մայրաքաղաք։ Նա նշել է, որ մինչև մայիսի վերջ նոր տրոլեյբուսները պետք է դուրս բերվեն գիծ։ Կառավարության աջակցությամբ մեր գնաց 45 տրոլեյբուսներից 22-ը արդեն Երևան քաղաքում են, մեր տրոլեյբուսային պարկում են, մնացածը շուտով կլինեն նաև Երևանում եւ ուզում եմ հիշեցնել, որ այս տրոլեյբուսների գծեր մուտք գործելու ժամանակ մենք այլևս որևէ հին տրոլեյբուս մեր գծերում չպետք է ունենանք։ Ավինյանն անդրադարձել է նաև հանրային տրանսպորտում ուղևորցի հավաքագրման ցուցանիշներին։ Մարտին գրանցվել է 10 միլիոն 327 հազար 73 վավերացում, ապրիլին 12 միլիոն 733 հազար 230։ Երկու ամսվա ընթացքում վավերացումներն ավելացել են 23.3%-ով կամ 2 միլիոն 406 հազարով։ Այսինքն մենք մոտավորապես հավելյալ հավաքագրման արդյունքում արդեն իսկ 13-14 նոր ավտոբուսի գումար հավաքագրեցինք փաստացի։ Երելի երևանցիներ, իրականում այս գործընթացը որքան էլ որ խնդիրներ առաջացնում էր, ես նկատի ունեմ խստացումները հավաքագրման հետ կապված, կարևորագույն գործընթաց է Երևան քաղաքում արժանապատիվ տրանսպորտ ունենալու տեսանկյունից։ Քաղաքապետը խոսել է նաև ակտիվ քաղաքացի հարթակի միջոցով ներկայացվող հայտերի մասին։ Նա նշել է, որ անձամբ դիմում է ներկայացրել կենտրոն վարչական շրջանում ապօրինի գովազդի վերաբերյալ, սակայն իրեն պատասխանելուց հետո թե խնդիրը վերացված է, մի քանի օր անց նույն գովազդը կրկին հայտնվել է նույն վայրում։ Ըստ քաղաքապետի այդ աշխատակիցը վարչական շրջանում այլևս անելիք չունի, իսկ նման դեպքերի կրկնության դեպքում պատասխանատվությունը պետք է վերաբերի ոչ միայն տվյալ աշխատակցին, այլև նրա ղեկավարին։ Ավինյանը կարևորել է նաև, որ ակտիվ քաղաքացի հարթակում հայտ ներկայացնողները մնան անանուն։ Նիստում անդրադարձ է եղել նաև Երևանի կենտրոնում հետնյոթնային անցումների փոխարեն ճանապարհային հատվածում հայկական ավանդական գորգեր նկարելու երևույթին։ Խալինա վերջերս շատ մեծ տարածում ստացած, որը իրականացրել ենք Աբովյան փողոցի վրա, Աբովյան Պուշկին խաչմերուկի վրա, ինքը 1828 թվականի հայկական խալու էսկիզով արված, ու կարծում եմ, որ նմանատիպ աշխատանքները շարունակական են լինելու, արդեն ունենք մի քանի վայր, որտեղ նույնպես ունենք մասնավոր գործընկերներից առաջարկ այս խալիներով զարդարելու մեր փողոցները։ Քաղաքապետն էլ արձագանքել է։ Իրականում այն թվում է թե փոքրիկ փոփոխությունները, որոնք որ տեղի են ունենում քաղաքում, էական մեծ տրամադրություն են փոխում եւ իրականում են գույները, որ մեր կենտրոնում առաջացել են, իրապես ազդում են ընդհանուր տրամադրության վրա եւ այսօր նախագահ Մակրոնը, ասում եմ, հարց է տալիս, արդյոք տարբերություն նկատում է 8 տարի առաջվա հետ, 2018 թվականին նա նույնպես այցելել էր Երևան եւ ինքը ասում էր, որ շատ էներգիայով լի է քաղաքը եւ փոխված է եւ կարծում եմ սա այն կարևոր նաև փոփոխությունների արդյունքն է, որոնք որ տեղի են ունենում քաղաքում։
Կասկադի վերակառուցման ծրագրին էլ անդրադարձել է Երևանի քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը։ Նրա խոսքով ծրագիրը բաղկացած է երկու հիմնական բաղադրիչից՝ Կասկադի անավարտ հատվածի վերակառուցումից, որտեղ նախատեսվում է մշակութային կենտրոն, եւ հարակից հատվածում բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցապատումից։ Նրա խոսքով B1 եւ B2 գոտիների ճարտարապետահատակագծային առաջադրանքը կտրամադրվի այս ամսվա ընթացքում։ Ներդրող կողմի վճարման ենթակագումարը միայն այդ առաջադրանքի համար կկազմի 300 միլիոն դրամ։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Շարունակում ենք թողարկումը Մոսկվայի բոլոր օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են իրենց աշխատանքը, լուրը հաղորդում են ռուսական լրատվամիջոցները հղում անելով Շերեմետիևո օդանավակայանի մամուլի ծառայությանը։ Պատճառը ուկրաինական անօդաչու թռչող սարքերն են, ավելի ուշ Մոսկվայի քաղաքապետ Սոբյանինը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել 4 անօդաչու թռչող սարքի հարձակում։ Իդեպ Սոչիում անօդաչու թռչող սարքերի վտանգի պատճառով ժամանակավորապես փակվել է նաև Աբխազիայի եւ Ռուսաստանի սահմանը։ Հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները եւ պետական անվտանգության ծառայության սահմանապահ բերվել են բարձր մարտական պատրաստվածության վիճակի։ Միջազգային մյուս նորությունները տեսաշարով։ Սպիտակ տան տարածքում Դոնալդ Թրամփի ելույթի ժամանակ կրակոցներ են հնչել, անվտանգության ուժերը շրջափակել են տարածքը, իսկ ելույթի մասնակից լրագրողները տարհանվել են։ Ավելի ուշ ԱՄՆ գաղտնի ծառայությունը հաստատել է Սպիտակ տան հարևանությամբ հնչած կրակոցների մասին։ Իրավապահների կողմից մեկ անձ է վնասազերծվել կրակոցով, նրա վիճակը անհայտ է։ Դեպքի մանրամասները դեռ հստակ չեն, տեղեկություններ չկան դրդապատճառների, կասկածյալի կամ իրավապահների շրջանում հնարավոր տուժածների մասին։ Իրանը չունի ոչ նավատորմ, ոչ ռազմաօդային ուժեր, ոչ օդային պաշտպանություն եւ ոչ էլ առաջնորդներ։ Մենք չենք կարող թույլ տալ, որ նրանք ձեռք բերեն միջուկային զենք։ Հակառակ դեպքում մենք կունենանք մեր պատկերացումներից անդին խնդիրներ։ Այս մասին հայտնել է Թրամփը լրագրողների հետ զրույցում։ Նախագահը նաեւ կարծիք է հայտնել, որ Չինաստանը չունի քաջություն եւ կամք Հորմուզի նեղուցը բացելու համար։ Թրամփը նաեւ 24 ժամ է տվել Իրանին նեղուցը բացելու համար։ Հակառակ դեպքում սպառնացել է պատմության ամենաավերիչ օդային հարձակումներով։ Մինչ Թրամփը սպառնում էր Իրանին, այդ ընթացքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարձակվել է Արաբական Միացյալ Էմիրությունների վրա, հրթիռներ արձակելով ԱՄՆ նավերի ուղղությամբ։ Համացանցում տարածվել են կադրեր Ֆուջերայում տեղի ունեցած հրթիռային հարձակումներից հետո։ Գերմանիայի Լայպցիգ քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կան վիրավորներ։ Լայպցիգում մարդկանց վրայերթի ենթարկած վարորդը ձերբակալվել է։ Վերջին տեղեկությունների համաձայն 2 մարդ է զոհվել, 8 մարդ վիրավորվել է, որոնցից 2-ը ծանր վիճակում են։ Բրազիլիայի հարավ-արևելքում գտնվող Բելու Օրիզոնտե քաղաքում փոքր ինքնաթիռը բախվել է շենքին, 3 ուղևորները գտնվում են ծանր վիճակում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Եվրամիությունը առանց Թուրքիայի որպես լիիրավ անդամի չի դառնա գլոբալ խաղացող կամ գրաչության կենտրոն։ Թող չմոռանան ոչ Թուրքիան, հին Թուրքիան, ոչ էլ աշխարհը, նույն աշխարհն է, որը սահմանափակված է արմենիան պետությունների ազդեցության ոլորտով։ Այսօր Եվրոպան ավելի շատ ունի Թուրքիայի կարիքը, քան Թուրքիան Եվրոպայի, ասել է Էրդողանը։ Մենք ցանկանում ենք, որ Ադրբեջանն ամրապնդի իր դերը որպես Եվրոպայի եւ Ասիայի միջև հիմնարար հանգույց, իսկ Իտալիան ավելի ու ավելի արտոնյալ դարպաս դառնա դեպի եվրոպական շուկա։ Այս մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Մելոնին, ով պաշտոնական այցով Բաքվում է գտնվում։ Այսքանը ցտեսություն։